Դրվագ է եղել, երբ ընկերներով հայտնվել եք ադրբեջանցիների ձեռքում։ Մեզ գողացան ուղղակի, ասենք գերեջ չէ, մեզ գողացան, նենց ստացվեց, որ մեզ գողացան։ Եկես էլ գողացան, գցեցին բանի, որ ձեռքերներս կապեցին, գցեցին բանի կամազի ուզուրը։ Ու քշեցին, ու այդ քշելուց որ տնկավ փոսի մեր բան։ Տղեկը բռնել էին բանից, բորտերից այդ մեքենայի կողքերից։ Ես չէի բռնել, դա մոնից տվեց գցեց։ Ինչ տեղի ունեցավ այդ ժամանակ։ Արելի մտություն, լույսնյակ չկա, ոչ մի բան չկա։ Այս եղունգը սպիտակ եղունգը սենց որ նայես, չես տեսնի իր սպիտակությունը չի երևա։ Ու այդ ընթացքում որ ես ընկա մեքենայի միջից ընկա ջահիջը։ Իրանք որ կանգնեցին, հետո շուռ եկան։ Այդ կամազի լույսերը գցել են այդ ջահիջի վրա կրակում էին։ Ես տիրոջ խնդրեցի, ասեցի իմիջալոցը այդ 3 անգամն էլ բանը տերունական աղոտ ասել եմ։ Խնդրեցի ասելով որ չեմ ուզում էլի սենց բաղճամ եմ տեր մեջ ռուսերեն ասած աբիդնիա սենց մահանալը գոնե նորմալ պատերազմի դաշտում ինքը ինձ այսենց ձեռքերով երկու ձեռքով լույս տվեց։ Այդ լույսը տվեց ես ստեղից կանգնածը ստեղից արդեն կամած ջահիջը քաշում եմ ես մինչև եկա այս առաջի լույսը այդ կանգնածը ստեղը կրակեցին։ Ու տենց 3 անգամ տերունական աղոթն ասելով այդ ընթացքում ուրեմն ջահիջի մեջ մի հատ 4 ծառ կար, ինքը փչակ ուներ։ Ես էլ բլոկնոտ ունեի գրպանս փոքր, համարները ժամները լրացերախոսի։ Հանեցի այդ բլոկնոտից ճղեցի մի քանի թուղթ ու դրեցի այդ փչակի մեջ, ասի որ հանկարծ խեղդվեմ կամ որ սպանեն, գոնե այդ փչակի միջից այդ համարները կգտնեն հեռախոսի։ Կզանգեն իմանան որ ես եմ ստեղ էլի բան եղել, բարի գնացել։ Մի խոսքով 3 անգամ ինքը ինձ լույս տվեց, ես գնացի իրանք կրակեցին, երրորդ անգամ տեսան որ ձենձուկ չկա, թողեցին գնացին։ 4-րդ անգամ երբ որ ես խնդրեցի, ասեցի էլ ուժ չունեմ, արդեն ստեղը սա խեղդվում եմ, արդեն ջահիջը քաշում է։ Մի հատ փոթորիկ ասեմ, ինչ ասեմ։ Այս փոթորիկը հանեց, եղեգները սա պարկեցին։ Ամբողջ եղեգները պարկեցին։ Ու ես ձեռս որ գցեցի, արդեն ցամաք էր, ջին բան եղա։ Ու չգիտեմ ինչ ուժ տվեց ինձ, ուրեմն ես քամին որ հելավ, դիմացս կանգնած է սպիտակ Պեգաս ձին։ Ես որ այս ձին տեսա, չգիտեմ ինչ գերբնական ուժով, հելն եմ որ գնամ այդ ձին նստեմ, որ փախցնի ինձ տանի։ Հելա գնացի հասա այդ ձին անհետացավ։ Դուրս եկավ մեծ, այս տեսակ բանը, կիսակ, այսինքն կիսա բանով, կամարով, սև բանը, վարոտներ էին, սև դարպասներ էին։ Դուրը խփեցի ներսից, ես ինչ իմանամ, որտեղ եմ։ Դուրը որ խփեցի կամ ադրբեջանցի դիլնի կամ բան դիտեն, հայերը դիտեն, ուրիշ ինչա։ Որ ներսից ասեց հայերին ով է։ Ինքնաբերաբար ուրախացա, լավ զգացի ինձ։ Դեմ ես ոնց ասեմ ով է։ Անունստան բեկա չի ճանաչելու անունստան։ Ասի ես եմ։ Դուրը բացեց բաբին։ Դուրը բացած ասեց Արի Բալաջան։ Ներս մտավ բան չի հարցնում։ Ասեց ուրեմն սենց ուղի է բանը ճանապարհը ահագին երկար ճանապարհ է մոտավորապես մի 30-40 մետր կլինի այդ երկարությունը։ Մարակի խցի նման բան է։ Բայց լույս է բարվում այն վերջում էլի։ Ասեց Արի տղա ջան ասեց հələ գնա այն լույսը դեպի։ Գնացի դեպի այդ լույսը, ասեց ինչ ես տեսնում, ասի տեղաշոր։ Ասեց հələ ձեռդ մտցրու այդ տեղաշորի մեջ, ձեռս մտցրեցի, ասեց ինչ ես զգում, ասի տաք է, ասեց դե Արի։ Եկա բարավին ասեց մի հատ բարան ջան ասեց վեդրոյով ջուրը կրակի վրա մի հատ դիր, մի հատ էլ թզով չայ մեր երեխի համար։ Վեդրոյով ջուրը դրեցին այդ բանից մակրվելու համար այդ կերպից ցեխունախից դրեցին լցեցին լողացի տապին լողացրեց ինձ թզով թեյ խմեցի ասեց ինչ է պետք ես ասինց պետքա որ առավոտ 6-ին 6-ից ես ամենաուշը ասեցի 7-ին ես ելնեմ Ստեփանակերտ շտաբում ասեց ու խնդիր չունես գնա ընդ քնի հանգստացի